Խատելով դա չի լինել, խոշոր ծրագրեր ապետ, որ շարժ լինի, տուրիզմը զարգանա, գնանգան, տուրիզմը զարգանալու համար, ասում են, որ տուրիզմը դա ոսկու հանք է, պետք է ճիշտ կազմակերպես, որ կարողա պետությունը հարստանա, ժողովուրդը հարստանա, հասկանալի է։ Ես եմ շնորհակալ, տվեք, պահանջեք, ինչ ասում եմ, մի բան էլ ավել անելու ենք, իմ մոտ ծանոթ բարեկամ չկա, կա մարդ, կա մասնագետ, կա արդյունք ցույց տվող մարդ, որ նա տիրապետումը, անում, հասկանում է, մենք պետք է իրեն հարգենք, գնահատենք, տեղ տանք, որ մարդը կարող է աշխատի, արդյունք ցույց տա։ Ծանոթ բարեկամով ուրեմն սա քանդվի, մարդու գիտելիքը արդյունքը, կարևոր սկզբունքը սա է։ Մեր ժողովուրդը լիահույս է։ Հասավ։ Այսքան ում համար, մեզ մի բան է պետք, այս Ադրբեջանին, որ պասպորտ են նվիրատվում, այս ժողովուրդը են փախնում, դրա մասին չեն մտածում, նարկոտիկը ծախում են, երկրորդ օրը ազատում են, դրա մասին այս խեղ ժողովուրդը չեն մտածում, այս մեր երեխեքին վաղ։ Մեր ծրագրերի մասին լսել ես, հենց հիմնական նարկոտիկի համար։ Մանուշիմ հարազատնա։ Այո, որ նարկոտիկի համար, դա իրոք չարիք է, այսօր ծնողներ երեխան գնում է ու սովորելու, վախում է, մտահոգ է, երիտասարդների մոտ կարող է մեկ անգամ փորձի, արդեն սովորիմ, դա բոլորս իրար հետ պետք է պայքարենք, և ծնողը, և ուսուցիչը, և պետությունը, և մենք, դա մենք պետք է ունենանք առողջ սերունդ, բոլորը գիտեմ, բոլորը տեղյակ եմ, այսօր ոնց ասեմ, շատ չեմ ուզում։ Ծրագրի մեջ այդ ամեն ինչը ներառված է։ Չանսի մերը միամիտ հարուստացած, դրանցից վտանգավոր չկա, ցավը տան։ Ես բոլորը գիտեմ, ես նորից եմ ասում։ Տեսած մարդը, ունևոր մարդը։ Ես դրա համար ձեզ ասում եմ, տվեք, պահանջեք, օր-օրի փոփոխություններ կզգաք, շարժնել, արդյունքներ։ Ասեցի հիմնական խնդիրները։ Առողջ Ասել եմ, Ժողովուրդ ջան, առաջինը հիմնական վարկերը պետք է լուծվի, որ մարդիկ այդ ճայճից դուրս գան, առողջապահություն ուսումը պետք է անվճար լինի, տուժ-դուգանքները պետք է միանգամից վերացնեն, ինչ եղել է, որտեվ սառացնելով, ավելացնելով, դա մարդկանց վրա ավելի ծանրություն է եւ հիմնականում ճայճից չեն կարողանում դուրս գան։ Դրա համար անտրամադիր են, հիասթափված են։ Եվ համաներում պետք է լինի ամբողջ մեր Հայաստանով մեկ, որ մարդիկ այսօր 10 տարի, բոլորը չգիտեմ ինչի համար, էլ տնային կալանք, տեղ չկա դատա 10 տարի, մի հատ ժողովրդին հնարավորություն ենք տալի, թող դա մեր ազգային վերածնունդից առաջի քայլն է լինելու, որ մարդիկ ինչ-որ բաց թողում այլ սխալում է, մարդուն հնարավորություն տաս, որ մարդը կարողանա գնա իր տուն, իր գործով, իր ամեն ինչով զբաղվելու համար։ Ինչ ասել եմ խոսքերին տերեմ, եթե այսքան զբաղվալով, ասելով մի հատ չեղե բան ասեմ չանեմ, իմացեք, որ 100% դա կատարվել է։ Այսօր զբաղված ինչ-որ ստորակետ գտնեն, տարած մարդը խոսում արագ կարող է մի բառը կիսատ արտահայտում։ Այ եղբայր ջան, թող ինձ ծրագրից հարցնեն, առաջարկից հարցնեն, ասում են պետք է Հարգանքներս շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Մենք բանակի վետերան եմ էլի ախպեր։ Ոցավը տանան։ Դավերնես, պարոն Ծառուկյան, համար 7։ Ուրեմ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Ու մի բան էլ ասեմ ձեզ, տեսնելով այդ ջերմ վերաբերմունքը, ընդունելությունը, բոլորի աչքերի մեջ փայլ չկա, սպասելիք կա, կլինի թե չլինի, որ ասում եմ, եթե 25-30 տարի ասել եմ, հնարավորություն չեն տվել, միշտ խանգարելով, պրոբլեմ սարքելով, ոչ պաշտոնի եմ կուլ գնացել, ոչ մի բանի, ոչ էլ անձնական շահի համար, այլ միշտ ասենք, թե պրոբլեմներ սարքելով, ստուգելով, դատական պրոցեսներ ստեղծելով, իմ սիրտը ցավում է, ես ասում եմ, ինչ որ ասել եմ, պատրաստ եմ, թիմնել ունեմ, ծրագիրներ ունեմ, կապերներ ունեմ, հնարավորություն ունեմ, մեր երկիրը զարգացնելու, ծաղկացնելու, մեր ժողովրդին այս վիճակից հանելու։ Մենք պետք է կարողանանք մեր մեջքը ուղենք, հաղթարենք այդ խեղճությունը եւ ներքին ատելություն, թշնամությունը վերացնենք, ասեմ միայն դավաճանությունը չի ներվում։ Դե չէ բոլորը պետք է ներենք։ Այդ ի նշան ազգային վերածնունդի իրար հետ բարիշեք, հարց չկա, եղել է։
Այսօր հարևանը բարեկամից լավ է, որ իրար կողքի ապրում եք, համ բարեկամ եք, համ ընկերու եք, համ քույր եք, համ ընկեր եք։ Աստված պահպան մեր բոլորին, Հիսուսը։ Ես ինչ որ ասացի մենք պատասխան։ Ձերս պինտած ցավը տանեմ։ Սո մեռնեմ քեզ։ Իմն էլա պինտ ցավը տանեմ։ Սենցա, կուլակ ярս։ Քո ցավը տանեմ։ Ես ձեր ցավը տանեմ։ Հատուշի։ Բանտարուկյան, ես մի հարց կարելի է։ Ասա ախպեր ոչ։